Դեպքեր, երբ Իրանը հայտարարում է, որ այս կամ այն թիրախը մենք չենք խոցել։ Այո, այսօր օրինակ իրենք հայտարարեցին, որ դա Իսրայելն էր արել, բայց մենք դեռ չունենք ինչ որ փաստեր, որ կարող ենք ասենք դա ճիշտ է թե սխալ է, որովհետև հիմա տարբեր ընկերությունները, որոնք ինչ որ սկրինշոթեր ունեն այս արբանյակներից, արդեն չեն վաճառում։ Դա պիտի ինչ որ մի քանի ամիս անցնի ժամանակ, հետո նոր կարողանան գնեն եւ վերլուծեն։ Այդպիսի միջադեպերից են Թուրքիայի հրթիռակոծումը էլի ասում են Իսրայելի կողմից։ Նախիջևանի դրոնային հարձակումը էլի ասում են Իսրայելի կողմից։ Այսինքն ես ավելի գլոբալ հարց եմ ուզում դրա տակ պատկերացնել։ Իսրայելը ուզում է էլի երկրներ ներքաշել այս պատերազմում։ Այն երկրները, որի այս վերջի кейսը Քուվեյթն էր, որ արդեն թիրախ է։ Այստեղ կարիք չկար ինչ որ ներքաշել Քուվեյթին։ Այդ կարա լինի, որ ասում են false flag operation, փաստացի Իսրայելն արել, բայց Իրանի կողմից, այդ Նախիջևանի դեպքում ես դեռ վստահ չեմ, որ դա տենց էր։ Դա զգուշացում էր Իրանի կողմից, որ չփորձեք ինչ որ մի ձև ներգրաված լինեք այս պատերազմի մեջ։